Պրնցապահարենք Հիսուսին, բարեկամներ ինչպես եք, տեսեք երեք այստեղ շատ գեղեցիկ էր, մենք ունեցանք կանայք, ովքեր հաղթում են ծառայությունը և եկեղեցում շատ մարդ կար, ես անցկացրեցի առավոտյան ծառայությունը, եկեղեցին լեփլեցուն էր, խոսեցի նաև կեսօրին և եկեղեցին դարձյալ լեփլեցուն էր, նույնը երեկոյան, Աստված հրաշալիորեն գործեց բոլոր ծառայությունների ժամանակ, կարևորն այն է, որ Աստված գործում է, նայեք, եթե ես չտեսնեմ, որ Աստված կատարում է իր խոսքը, ես կաղոթեմ Աստված, ինչ է կատարվում, մեկը մի անգամ հարցրեց ինձ, դուք զարմանում եք, երբ հրաշք է տեղի ունենում, ոչ, ես կզարմանա, եթե դա տեղի չունենար, ինչ է հրաշքը, դա մի բան է, որ ես չեմ կարող անել և դուք էլ չեք կարող անել, Կինը, որին հենց նոր տեսակ, չէր կարողանում ձեռքը բարձրացնել 3 կամ 4 տարի, հետո նա կարողացավ, Աստված բուժում է, Աստված հրաշքներ է գործում ամբողջ աշխարհով մեկ, նա ուզում է, որ մարդիկ հասկանան, որ իր հետ ամեն ինչ այլ է, որ իր հետ ամեն ինչ գործում է, մենք շնորհակալ ենք Աստծուն դրա համար Տեր Հիսուսի անունով և այսօր մենք այստեղ կլսենք բարի խոսքեր, որոնք կօգնեն մեզ։ Քիչ անց ես կխնդրեմ մեր երգիչներից մեկին գալ և մի երգ երգել կնոջ մասին, որը հաղթում է։ Դուք, ովքեր դեռ մաս չեք կազմում այս շարժմանը, դուք բաց եք թողնում ձեր օրհնվելու առիթը, քանի որ Աստված մեծ աշխատանք է կատարում և շնորհակալ ենք Աստծուն դրա համար։ Հիմա անցնենք մեկ այլ մեծ գործի, որը Աստված հիմա կատարելու է։ Սաղմոս 97:10։ Այստեղ Սաղմոս 2-ն շատ համառոտ է գրել և մենք պետք է այն կարդանք նախադասություն առ նախադասություն։ 10. Ով Տիրոջը սիրողներ, ինչ է նշանակում սիրել Տիրոջը, մենք պետք է հարցնենք, այսպես ենք մենք սովորում Աստվածաշունչը, այնուհետև մենք կհայտնաբերենք Հովհաննես 14:21-ում, որ նա, ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, Հիսուսն է այստեղ խոսում, նա է, ով սիրում է ինձ, այսպիսով երբեմն մարդը ցանկանում է սիրել Հիսուսին ընդհանուր առմամբ, Հիսուս, ես քեզ շատ եմ սիրում, բայց չի պահում նրա պատվիրանները, չի էլ փորձում պահել դրանք, այսպիսի մարդը Հիսուսին չի սիրում, նա կկորսվի, այո, որովհետև նա ասաց, որ ով սիրում է ինձ, կսիրվի իմ հոր կողմից և ես նույնպես կսիրեմ նրան, այսպիսով արդեն կան երկու օրհնություն, 97:10, ով Տիրոջը սիրողներ, ինչ պետք է անեն նրանք, ատեցեք չարը, Չարը այն գայթակղությունն է, որը գալիս է, հիվանդությունն է, ամուսնական կամ ընտանեկան խնդիրն է, բաներ, որոնք մեզ անհանգստացնում են, մենք պետք է ատենք դրանք, կան մարդիկ, ովքեր կարծես սիրում են չարը, ամեն ինչ խաղաղ է, բայց նրանք սկսում են գրգռվել, և մարդը մտածում է, ինչ է սա, դուք ուզում եք վիճել, անկախ նրանից դա աշխատավայրում է, թե տանը, իսկ Աստված հակառակն է ասում, չարը պետք է ատել, նույնիսկ եթե ինչ-որ մեկը վատ բան է անում ձեզ հետ, բայց դուք սիրում եք Աստծուն, դուք անտեսում եք դա, հետո երբ այդ մարդն ասում է կներեք, սխալ եմ արել, ես նկատեցի, բայց ինչ կարող եմ անել, դուք ճիշտ չեք Աստծու առաջ, դուք կարիք ունեք նրան փնտրելու, Աստծոյ խոսքերով դուք կփոխեք իրավիճակը և կստիպեք մարդուն դադարեցնել ձեզ գրգռելը, 10. Նա պահում է իր սուրբերին անձերը, սուրբեր նշանակում է առանձնացվածներ, մարդիկ ովքեր առանձնացված են Աստծո համար, եթե որևէ չար առաջարկ է գալիս, մենք նայում ենք և ասում ոչ, ես դա չեմ անելու և երբեմն դա նույնիսկ լավ առաջարկ է լինում, ֆինանսապես հաջողակ, ոչ, ես չեմ դադարի անել այն, ինչ անում եմ Աստծո համար և Աստված կսիրի ձեզ, երբ ես նոր էի սկսում քարոզել, գնացի քարոզելու Նյու Յորքում, ինձ հրավիրեցին քարոզելու մի ավանդական եկեղեցում և ես քարոզեցի, մի մարդ տեսավ այդ ծառայությունը, ինձ երբեք այդքան չեն հաճոյախոսել, որքան այդ օրը, հովիվ, ես ձեր կարիքն ունեմ Կանադայում, չեմ կարող եղբայր, Աստված մեծ գործ է սկսում Բրազիլիայում, հնարավոր չէ, բայց հովիվ աշխատավարձը հիանալի է, ես քեզ կտամ տուն, մեքենա, կվճարեմ բենզինի, հեռախոսի, էլեկտրաէներգիայի համար,
Եվ նա շարունակում էր ասել օգուտների մասին։ Ես ասացի, դուք ավելին եք վատացնում իրավիճակը, որովհետև ես Աստծո համար սիրով եմ գործում։ Ոչ, բայց այնտեղ լավ է։ Գիտեք թե որ քաղաքն եմ ձեզ ուղարկելու, որը Վանկուվեր, բայց Վանկուվերը Բրազիլիայից շատ հեռու է, բայց այնտեղ լավ է։ Կանադան ցուրտ է, ոչ, այնտեղ ոչ։ Այն պաշտպանված է լեռներով, ամեն ինչ կարծես դրախտային էր, անօգուտ է բարեկամս, ես պատկանում եմ Հիսուսին, ես չեմ գնա այնտեղ, ես ստիպված էի ատել չարը, այսինքն մերժել այդ առաջարկը, որովհետև գիտեի, որ Աստված իմ երկրում մեծ գործ է անելու, բայց մեկ ուրիշը գուցե 2 անգամ չմտածեր, տեղափոխություն բազմաթիվ օգուտներով, բացի մի բանից Աստծո կոչումը կորցնելուց, որը ամենամեծ խնդիրն է։ Շաբաթական ընդամենը 2 կամ 3 ծառայություն, որովհետև նրանց եկեղեցին ամեն օր բաց չէ, այսպիսով դու կարող էիր նույնիսկ ծույլ դառնալ կյանքում։ Ես ասացի ոչ, ես սիրում եմ օրական 7 ծառայություն անցկացնել, օրական 12, ինչպես արել եմ նախկինում։ Ես սիրում եմ քարոզել, տարածել Աստծո խոսքը, որովհետև ես օգտագործում եմ այստեղ ունեցած ժամանակս, եղբայր Տիրոջ համար հոգիներ շահելու համար։ Առավոտյան արտանում ես եւ լավ տրամադրությամբ գնում ես աշխատանքի եւ Աստված օրհնում է քեզ 10 նա ապահում է իր սուրբերին անձերը, այսինքն չարը ատողներին, չարը ձեզ եւ Աստծո ներկայությունից դուրս բերելու ծրագիր ունի։ Մենք այստեղ մի քանի դեպքեր ենք տեսել, երբ մարդը ֆինանսապես սնանկացել է եւ Աստված սկսել է նրանց բարձրացնել, իսկ հետո մեծագույն ուրախությամբ նրանք ասել են. ես հիմա ամառանոց եմ գնել եւ այլևս չեն գալիս եկեղեցի շաբաթ-կիրակի օրերը, որովհետեւ նրանք ունեն ամառանոց, ծովափնյա տուն, այսքանը։ Բարեկամներս, կիրակին պատկանում է Աստծուն, կարևոր չէ թե ով եք, կիրակի օրը գոնե դուք պետք է գաք Տիրոջ տուն, որը այն օրն է, երբ մենք հանգստանում եւ փնտրում ենք նրան։ Դա մեր օրն է Տիրոջը նվիրվելու համար։ Շաբաթվա ամեն օր մենք այստեղ ծառայություններ ունենք եւ քանի ծառայություններ, բայց կիրակին ձեր օրն է եւ դուք օրհնություն կդառնաք։ Այստեղ ավելին կա 10 նա պահում է իր սուրբերին անձերը ամբարիշտների ձեռքիցը եւ կփրկե նրանց։ Ինչ լավ բան է։ Չարը այն անձնավորությունն է, ով ճանաչում է Աստծուն, բայց երկար չի մտածում մարդկանց հանդեպ վատ բան անելիս։ Նման մարդիկ ոչ մի լավ բանի մասին չեն մտածում, նույնիսկ եթե դու նրա ընկերն ես, եթե կարողանան քեզնից մի բան քաշել, կանեն, այսպիսով Տեր Աստված մեզ ազատում է նրանցից։ 10 ամբարիշտների ձեռքիցը կփրկե նրանց։ 11 լույս է ծագում արդարին, ոչ թե անարդարների համար։ Աստված ձեզ հասկացողություն է տալիս տարբեր բաների մասին, քանի որ դուք կիրառում եք նրա խոսքը։ Եթե դուք չեք կիրառում խոսքը եւ այնպիսի մարդ եք, ով նույնիսկ չի ուզում իմանալ, թե ինչ է ասել Աստված, եւ ամեն ինչ անում եք այնպես, ինչպես լավագույնն եք համարում, լույս չի ցանվի ձեզ համար։ 11 լույս է ծագում արդարին եւ ուրախություն սրտով ուղիղներին։ Կան մարդիկ, ովքեր ծառայում են Աստծուն, բայց նրանք ուրախություն չունեն, նրանք չոր են, պարփակված, նույնիսկ դառը, մարդիկ նույնիսկ երբեմն խուսափում են նրանց հետ խոսել, իսկ մենք պետք է հնազանդ լինենք խոսքին։ Ինչ խնդրի էլ, որ հանդիպենք, Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է, Աստված, դուր ինձ քո ուրախությունը, ես գնում եմ քո զորությամբ, ես հաղթելու եմ քեզանով։ 12 ուրախացեք Տերովը, ով արդարներ, ոչ թե հարստությունով, ոչ թե ձեր աշխատանքով, ոչ թե ձեր նորածին թորնիկով, ոչ էլ ձեր ամուսնացած զավակով, մենք պետք է մշտապես ուրախանանք Տիրոջով։ Աստված իմ, ես պետք է ուրախանամ քեզնով։ Այս ուրախությունը ոչ ոք երբեք չի խլի ձեզանից, եւ դա ձեր զորությունն է։ Երբ խնդիր եք ունենում, ասեք, մենք հիմա խնդիր ունենք, բայց եկեք հոգս չանենք, այլ եկեք քննենք Աստծո լուծումը։ 12 ուրախացեք Տերովը, ով արդարներ, եւ օրհնեցեք նրա սուրբ հիշատակը։ Դուք հիշում եք, որ Աստված սուրբ է, որ նա կարող էր ոչնչացնել իսրայելցիներին, երբ նրանք մեղանչեցին, բայց նա չարեց, նա սուրբ է, նա կարող էր լքել ձեզ, բայց նա չարեց, որովհետև նա նպատակ ունի ձեզ համար, եւ այդ ժամանակ դուք կօրհնվեք։ Ամեն։
Հիմա եկեք անդրադառնանք Նեհեմիայի գրքին։ Նեհեմիան այն ստրուկներից մեկն էր, որոնց Նաբուգոդոնոսորն իր հետ տարավ Բաբելոն։ Այնուհետև մարերն ու պարսիկները հաղթեցին Բաբելոնին, ինչպես մարգարեն է ասում 70 տարի անց, եւ վերցրեցին թագավորությունը։ Այս մարդը Արտաշես թագավորի մատրվակն էր։ Նրա եղբայրը Իսրայելից գնացել էր նրա մոտ, եւ Նեհեմիան հարցրեց. «Ինչպես է մեր երկիրը»։ Նա ասաց. «Ամեն ինչ ցավալի է, տաճարը ավերված է, դռները այրված, պատերը քանդված»։ Նեհեմիան շատ տխրեց։ Նա փնտրում էր Աստծուն, լաց էր լինում, սգում էր, ապա նա գնաց ծառայություն մատուցելու թագավորին։ Դա գրված է Նեհեմիայի գրքի 2-րդ գլխում։ Եկեք ուշադիր կարդանք այս հատվածը, որտեղ երևում է աստվածասիրությունն ու հայրենասիրությունը։ Նեհեմիա 2:1 «Եվ եղավ Նիսան ամսումը Արտաշես թագավորի 20-րդ տարին, որ գինի կար նրա առաջին, եւ ես առա գինին եւ տվի թագավորին, եւ ես նրա առաջին տրտում եղած չէի»։ 2 «Եվ թագավորն ասաց ինձ. ինչու համար է երեսը տրտում, քանի որ դու հիվանդ չես, սա ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ սրտի ցավ։ Եվ ես խիստ շատ վախեցա։ 3 «Եվ ասացի թագավորին. արքա, հավիտյան կաց, ինչու համար չտրտնի իմ երեսը, որ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է եւ նրա դռները կրակով այրվել են»։ 4 «Եվ թագավորն ինձ ասաց. ինչ է քո ուզածը, եւ ես աղոթքարի երկնքի Աստծուն, թույլ տվեք ձեզ մի բան ասել. եթե հնարավորություն է ստեղծվում առաջին բանը, որ պետք է անել, չպետք է լինի պատասխանը. ես ընդունում եմ դա։ Դու երիտասարդ աղջիկ կամ տղա ես, եւ քեզ թվում է գտել ես քո կյանքի ընկերոջը, ում սիրում ես, ես ուզում եմ նրա հետ լինել։ Նա ժպտում է եւ ասում. արի հանդիպենք, արի աղոթենք Աստծուն, որովհետեւ սա կարող է լինել գայթակղություն, որը կկործանի քո կյանքը։ Եվ հակառակը, դու զգացիր, որ նա այն մարդն է, որին փնտրում էիր, մի շտապիր։ Աստվածաշունչն ասում է, որ շտապ խոսելը մեղք է։ Նա սուրբ մարդ է, նա Աստծուց է։ Ոչ, ես կաղոթեմ Աստծուն, եւ աղոթքի մեջ մի շտապիր, եթե անմիջապես պատասխան չտաս։ Նեհեմիան թագավորի առջև էր։ Թագավորը հարցրեց, իսկ նա իր սրտում մտածեց. ինչ ասեմ։ Նա աղոթեց. հիմա ճանաչելու մասին։ Դու պետք է ճանաչես մարդուն։ Դու պետք է ժամանակ հատկացնես աղոթելու համար, որպեսզի կարողանաս զգալ, թե Աստծուց է, թե ոչ։ Եթե ուզում ես զգալ, Աստված քեզ ցույց կտա։ Երբեմն նա ցույց է տալիս հենց սկզբում, երբեմն մի փոքր ավելի երկար է տևում, որովհետև դու չես հասկանում։ Եվ եթե դա Աստծուց է, դա տեղի կունենա։ Ապա թագավորն ասաց. 4 «Եվ թագավորն ինձ ասեց. ինչ է քո ուզածը, եւ ես աղոթքարի երկնքի Աստծուն. Տեր, օգնիր ինձ։ Հետո նա ասաց թագավորին. 5 «Եվ ես ասեցի թագավորին. եթե թագավորին հաճելի է, եւ եթե ծառատ հաճելի է քո առաջին, ինձ ուղարկիր Հրեաստան, իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որ ես շինեմ նրան»։ Նա շատ հստակ խոսեց։ 6 «Եվ ինձ ասեց թագավորը, եւ թագուհին նստել էր նրա կշտին. մինչև երբ կտևե քո գնալը, եւ երբ կդառնաս, եւ հաճելի եղավ թագավորի առաջին, որ ինձ ուղարկե, եւ ես նրան ժամանակ որոշեցի։ Թագավորը նրան ասաց, որ ամեն ինչ հաշվարկի, քանի որ թագավորին չես կարող երկար սպասեցնել, քանի որ նրանք շատ պարտավորություններ ունեն։ Գուցե դուք այլևս չկարողանաք նրանց հետ խոսել այդ մասին։ Այսպիսով, դուք պետք է անմիջապես արձագանքեք նրա խոսքին։ Հիսուս թագավորի հետ նույնն է, նա կանչում է ձեզ ու դիպչում է ձեր սրտին։ Ես քաղաքներից մեկում էի, դուք պետք է որ տեսած լինեք այդ մարդու տեսանյութը, որը բուժվել էր եւ վազվզում էր եկեղեցում, բայց ես նրա համար չէի աղոթել։
Երբ քարոզում ես, դու այնտեղ ես հոգով, այդ պատճառով անհանգստանում ես, երբ հեռախոս է զանգում կամ ինչ-որ բան է պատահում, երբ ստիպված կանգ ես առնում ու կորցնում ես մտքիդ թելը։ Ես ասացի նրանց, որ Աստված արդեն բուժել էր այդ մարդկանց, որոնք հենակներով ու ձեռնապայտով էին։ Ծառայությունը իրոք գեղեցիկ էր, եւ ես ասացի նրանց նստել, քանի որ պետք է անենք վերջին աղոթքը, ապա մարդիկ սկսեցին քայլել դեպի իրենց տեղերը։ Երկու մարդ բերում էին մի տղամարդու, եւ երբ ես ասացի նրանց, որ նստեն, նրանք շրջվեցին եւ ես նայեցի։ Երկու բան գրավեց իմ ուշադրությունը։ Նրա ձեռքերն ու ոտքերը դողում էին։ Հետո ես իմ սրտում ասացի. Հիսուս, նայիր այս խեղճ մարդուն։ Ես միայն ասացի դա իմ սրտում, նայիր նրան, Հիսուս։ Հետո ես զգացի իմ սրտում, դու նրան այսպես թողնելու ես, որ գնա։ Ես ասացի, Հիսուս, սա իմ ուժերից վեր է, բայց ոչ քո։ Իհարկե, ով եմ ես, որ ասեմ, որ թույլ չեմ տա դա։ Հետո ես զգացի հաստատումը եւ ասացի. Ինչ է պատահել, բարեկամս։ Ես չեմ կարողանում քայլել 7 ամիս։ Ես ասացի, բերեք այդ մարդուն այստեղ։ Ես տեսա երկու տղամարդկանց, որոնք նրան այսպես էին տանում։ Նա մոտ էր ընկնելուն։ Ես ասացի, դու չես ընկնի։ Եվ որոշ ժամանակ անց տղամարդը վազվզում էր եկեղեցով մեկ։ Դու չես կարող բաց թողնել քո հնարավորությունը։ Դու արդեն աղոթքի մեջ ես։ Եվ Աստված օրհնում է, երբ դու ինչ-որ բան ես հիշում, Տեր, ես հետո կանրադառնամ դրան, մի արա այդպես, այլ ասա. Տեր, հիմա լուծիր այս հարցը։ Այդ ժամանակ Տեր Աստված դուռ բացեց նրա համար։ 5. Եվ ես ասացի թագավորին. եթե թագավորին հաճելի է եւ եթե ծառատ հաճելի է քո առաջին, ինձ ուղարկիր Հրեաստան, իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որ ես շինեմ նրան։ Եվ ինձ ասաց թագավորը, եւ թագուհին նստել էր նրա կշտին, միջև երբ կտևեք քո գնալը եւ երբ ետ կդառնաս։ Եվ հաճելի եղավ թագավորի առաջին, որ ինձ ուղարկե, եւ ես նրան ժամանակ որոշեցի, եւ ասացի թագավորին. եթե հաճելի է թագավորին, թող ինձ նամակներ տրվեն գետի այն կողմի իշխանների վրա, որ ինձ անցկացնեն մինչև որ հասնեմ Հրեաստան։ Հետո նա ասում է. եւ մի նամակ թագավորական պարտեզի տեսուչ Ասափի վրա, որ ինձ փայտա Աստծո աշտարակի դռները եւ քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար եւ այն տան համար, ուր որ ես պիտի գնամ, եւ թագավորը տվեց ինձ, որովհետեւ Աստծո բարի ձեռքը ինձ վրա էր, եւ ես եկա գետի այս կողմի իշխանների մոտ եւ թագավորի նամակները նրանց տվի։ Նա միշտ գլուխը բարձր էր շրջում եւ նրան չէին կարողանում կանգնեցնել, եւ թագավորն ինձ հետ զորապետներ եւ ձիավորներ ուղարկեց։ Թագավորը նրան ասել էր. նայեք, ես ուղարկելու եմ բարձր կոչումներով հրամանատարների, ասենք այսօրվա գնդապետների, որպիսի նրանք այնտեղ լինեն քեզ պաշտպանելու համար։ Բարեկամս, առաքելության մեջ այս ամենը մեզ համար դաս է։ Աստված շատ ավելի մեծ է, քան Արտաշես թագավորը, նա հրեշտակներին ուղարկում է ձեզ պաշտպանելու, մի վախեցեք, եթե ձեզ ուղարկում են, ապա դուք կոծված եք, կարող եք գնալ եւ Աստված կբացի դռները, նա պարտավորություն ունի ձեր նկատմամբ, Աստված անպատասխան չի կարող թողնել, ինչպես որ այս թագավորն անպատասխանատու չէր։ Օ, կարող ես գնալ, ես քեզ նամակներ կտամ, մնացածը քո խնդիրն է, ոչ։ Կարող են լինել հանցագործներ, ավազակներ եւ ով գիտի էլ ինչ։ Ես քեզ հետ զորախումբ կուղարկեմ։ Եվ Նեհեմիան գնաց եւ Երուսաղեմի պարիսպները վերակառուցեց։ Նա հաղթեց եւ նրանք վերադարձան գերությունից, քանի որ Աստծո ձեռքը նրանց վրա էր։ Աստծո ձեռքը քեզ վրա է, դու դեռ չգիտես թե ինչ կարող ես Տիրոջով անել քեզ համար, քո ընտանիքի համար։ Եթե դու Աստծո ուղարկածն ես, ինչպես Նեհեմիան թագավորի ուղարկածը նամակներով, ապա նրա իշխանությունը քեզ հետ է։ Եթե նույնիսկ ապստամբություն լիներ, նրանք անմիջապես կճնշեին այն։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Հավատի մեջ թուլություն ունես, վերադարձիր Աստծո խոսքին, սպասիր եւ դու կհաղթես։ Աստված քեզ հաղթանակ կտա Հիսուս Նազովրեցու անունով։ Մեր Աստված մեզ հետ է, ուր էլ որ գնանք, նա մեզ չի լքի երբեք։ Հիմա եկեք դիտենք իրական կյանքի պատմությունը։
Անտոնիոն եւ նրա կինը Սանտա Կատարինա նահանգի Տուբարո քաղաքում գտնվող Աստծո շնորհ եկեղեցու անդամներն են։ 2014-ին Անտոնիոն սկսեց առողջական խնդիրներ ունենալ։ Երբ ես քնի կարիք ունեի, պարկում էի քնելու, բայց շուտով ստիպված էի լինում արթնանալ, քանի որ շնչահեղձ էի լինում։ Հազիվ էի կարողանում որևէ բան ուտել, քանի որ այտուցվում էի։ Անասնապահ էի աշխատում։ Եվ ստիպված էի ամեն ինչից հրաժարվել հոգնածության, շնչհարքելության եւ այլնի պատճառով։ Ես ասում էի, հիմա գնում եմ աշխատանքի, հոգ կտանեմ կովերի եւ մյուս կենդանիների մասին, եւ նա պարզապես նայում էր ինձ։ Դա շատ տխուր էր։ Գնացի բժշկի մոտ մի քանի անալիզներ անելու եւ պարզվեց, որ դա հեպատիտ C է։ Լյարդի ցանկացած վնաս կարող է հանգեցնել հեպատիտի։ Լյարդի հիվանդությունների, այդ թվում հեպատիտ C-ի հետ կապված մեծ խնդիրն այն է, որ այն լուր հիվանդություն է։ Հիմնական ռիսկն այն է, որ այն կարող է վերածվել ցիրոզի, նաև որ այն կարող է վերածվել քաղցկեղի։ Ես շատ տխուր էի։ Նայում էի նրան եւ տեսնում, թե ինչպես է նա թառամում։ Դեղ նշանակեցին, բայց դեղը տեղ չէր հասնում։ Գնում էի ստուգելու, թե արդյոք դեղը տեղ է հասել, եւ նրանք ասում էին, ոչ, այն դեռ չի հասել, պարոն Անտոնիո։ Կար մի պահ, երբ մենք մտածեցինք, ինչ կլինի ինձ հետ։ Հետո ես մտածեցի եւ ասացի, բայց ես Հիսուս ունեմ, եւ նրա հետ ես կհաղթահարեմ։ Ժամանակն անցնում է, բայց Անտոնիոյի դեղը դեռևս տեղ չի հասնում։ 2016 թվականին նա վերադառնում է բժշկի մոտ, եւ նոր ախտորոշումը ավելի վատ է։ Այն վերածվում էր ցիրոզի, մարմնիս մի կողմը լի էր ջրով։ 11 օրով հիվանդանոց պարկեցի։ Ցիրոզի դեպքում, ինչպես բոլոր հիվանդությունները, որոնք հարձակվում են լյարդի վրա առաջացնում են մի տեսակ սպի, եւ լյարդը կարծես կարծրանում է։ Մարդը սկսում է ախտանիշներ ունենալ, ինչպիսիք են որովայնում ջուրը, դեղնելը եւ մի շարք այլ բարդություններ։ Ցիրոզի համար հատուկ բուժում չկա։ Որոշ դեպքերում միայն փոխպատվաստումն է աշխատում։ Նա մահացածի պես էր, ես նայում էի նրան եւ տեսնում էի, որ նա գունատ ու նիհար էր։ Բժիշկներն ասում էին, որ դրա համար բուժում չկա, եւ ես ոչինչ չէի կարող անել, պարզապես շարունակում էի Տիրոջը փնտրել, բայց Աստծո համար ոչինչ անհնարին չէ, եւ ես ամեն օր ավելի շատ էի փնտրում նրան, վերցնում էի իմ Աստվածաշունչը, երգում էի օրհնության երգ, եւ դա ինձ ավելի շատ ուժ էր տալիս։ Անտոնիոն վերադառնում է տուն եւ մնում է անսասան իր հավատքի մեջ։ Մենք ձեռք-ձեռքի բռնած խնդրում էինք Աստծուն, օրհնել մեզ։ Ես միշտ խնդրում էի Աստծուն, որ ազատի ինձ այս հիվանդությունից։ Ես նրան հետ դիտում էի հավատի հանդեսը, եւ դա մեզ ավելի էր ամրապնդում։ Մեր հավատը մեծանում էր եւ ամեն անցնող օրվա հետ մենք ավելի էինք կապվում Տիրոջ հետ եւ ուզում էինք գնալ բոլոր ծառայություններին։ Չէի կարողանում մեքենաս վարել, բայց վարորդ գտա, ով ինձ տանում էր եկեղեցի։ 2016 թվականին փոփոխություն է սկսում տեղի ունենալ։ Ես ապաքինվում էի եւ կինս նույնպես իմ մեջ բարելավում նկատեց։ Նրա աչքերում սկսեց լույս փայլել։ Երբ ես վերադարձա բժշկի մոտ կրկին անալիզներ անելու, նրանք ինձ ասացին. «Ձեր մաշկը շատ գեղեցիկ գույն ունի։ Դուք ինչ դեղորյակ եք ընդունում»։ Ասացի. «Ոչ մի դեղ, Հիսուսն է իմ դեղը»։ Ապա բժիշկը նայեց ինձ եւ ասաց. «Անտոնիո, ամեն ինչ լավ է, դուք այլևս հիվանդ չեք»։ Նա ասաց. «Քո լյարդը երիտասարդի լյարդի նման է»։ Երբ դեղը տեղ հասավ, ես արդեն ապաքինվել էի, Աստված ինձ ապաքինեց։ Իմ ամուսինը ապաքինվել է։ Ես ամեն ինչ ուտում եմ եւ ոչինչ ինձ չի հիվանդացնում։ Այսօր ես խաղաղ քնում եմ, աշխատում եմ, մեքենա եմ վարում, այսպիսով մենք շատ երջանիկ ենք։ Մեր Աստծո նմանը չկա, նա այնքան մեծ է, ինձ համար նա մեծագույնն է, ուրիշը չկա։ Խնդրում եմ եկեք ոտքի կանգնենք, մենք հիմա աղոթելու ենք, հովիվ հայմեն գալիս է, նա եւ ես աղոթելու ենք եւ Աստված կօրհնի մեզ Նազովրեցի Տեր Հիսուսի անունով իր փառքի համար, խոնարհեք ձեր գլուխը, փակեք ձեր աչքերը, Հայր, հովիվ հայմեն եւ ես աղոթում ենք եւ մենք երկուսով համաձայնվում ենք այս աղոթքի մեջ, Տեր,
Օգտագործիր քո ծառաներին։ Եվ ես աղաղակում եմ, Աստված, թող քո հզոր օծությունը հիմա գա, Աստված, թող քո ուժեղ ձեռքը գա չարորակ գոյացություն ունեցողի վրա, ուռուցքը հայտնվեց եւ հուսահատությունը տիրեց ընտանիքին, Աստված մարդը վկայեց հեպատիտի մասին, բայց ինչ է հեպատիտը Հիսուսի անվան դեմ, ինչ է լյարդի ցերոզը Հիսուսի անվան դեմ, ինչ է լյարդի ճարպը Հիսուսի անվան դեմ, կամ որևէ այլ բորբոքում, որը լյարդի խնդիր է առաջացնում, Արի Աստված, ո դու հզոր ես Տեր, անհնարինը հնարավոր դարձնելու համար, հասիր այն մարդուն, ով երիկամների վնասվածք ունի, երիկամների քարեր, որոնք անընդհատ հայտնվում են, ատրոֆիկ երիկամ ունեցող, կամ մեծացած երիկամ ունեցող, կամ հեմոդիալեզ անցնող անձը, ախ այսօր Աստված, քո օծությունը քո ժողովրդի վրա է, քո զորության օծությունը քո եկեղեցու վրա է, այն մարդու համար, ով կորցնում է տեսողությունը, կատարակտի, գլաուկոմա է, շաքարախտի պատճառով, արի Տեր, արի քո ձեռքով, արի քո զորությամբ, հիմա ժամանակն է, եղբայր իմ, սա քո ժամանակն է Աստծո առաջ բարձրացնելու քո ձայնը, լուծելու հիվանդության հարցը եւ հեռացնելու այն, դու կարող ես դա անել, այս սրտի իշեմիկ հիվանդությունը, այս ծանր արիթմիան, երակի այս խցանումը, այս անեմիան, դրանք չեն կարող դիմանալ, այս սրտի կաթվածը, այս ինֆարկտը, այս թրոմբոզի սպառնալիքը, ծանր ոտքերը, արի Տեր, մարդիկ աղոթում են, քո եկեղեցին վերցնում է օրհնությունը, մեկը դժվարությամբ է քայլում, մեկը արյան շրջանառության խնդիր ունի ոտքերում, հոդերում, ձեռքերում, ողնաշարում, որտեղ էլ որ խնդիրը լինի, Աստված իմ, եւ այն հիվանդությունը, որը հոգեբանական է, այսինքն հուզական, շատ ուժեղ դեպրեսիա, այսպես կոչված խուճապային համախտանիշ, այսպես կոչված տագնապային խանգարում, այս հուսահատությունը, որը գալիս է եւ սրտի աշխատանքն արագանում է, այս վախը, որը տիրում է մարդուն եւ նա չգիտի թե ինչպես նկարագրել իր զգացումները, արի ինձ հետ եղբայրս, եկեք միասին գնանք Տիրոջ ներկայության մեջ, հիմա, ես միացնում եմ իմ հավատքը քո հավատքի հետ, ես բարձրացնում եմ իմ ձայնի իշխանությամբ, ես բարձրացնում եմ իմ ձայնը եւ ասում եմ չարին, դուրս արի, ես ասում եմ չարին հեռացիր, ցանկացած շնչառական խնդիր, ցանկացած սրտի խնդիր, յուրաքանչյուր հիվանդություն հեռացիր հենց հիմա, ես ասում եմ ուռուցքին հեռացիր այս կնոջից հիմա, Էնդոմետրիոզ, պոլիկիստոս ձվարանների համախտանիշ, դուրս արի հենց հիմա, կրծքագեղձի հանգույցը, վահանաձև գեղձի հանգույցը, այս մարդը, որ հանգույց ունի շագանակը գեղձի վրա, այժմ բուժվում է, Աստծո զորությունը անցնում է այս տեղով, Աստծո շնորհքը առատ է մեր մեջ, Հիսուսի անունը զորություն ունի, այս անունը բոլոր չարիքների դեմ է, եղբայրս, նույնիսկ եթե դա կախարդության գործ է, նույնիսկ եթե դա սև մոգության գործ է, ես բարձրացնում եմ իմ ձայնը դժոխքի դեմ, հիմա, ասելով դուրս եկեք, Հիսուսի անունով, հեռացիր խավարի զորություն, հեռացիր խուճապ, հեռացեք ինքնասպանության մտքեր, հեռացեք մտքի մեջ հակամարտություն, մտքերի մեջ խառնաշփոթ, դուրս եկեք մարմնի վրա այս ծանրությունը, այս անհարմարությունը, այս տարօրինակ զգացողությունը, բոլոր չարիքները, բոլոր դիվային բաները, մենք հիմա պահանջում ենք, մենք հրամայում ենք, դուրս եկեք Հիսուսի անունով։